Շատ քիչ են այն ծնողները, ովքեր փորձում են մշակութային եւ ազգային արժեքներով մեծացնել իրենց երեխաներին։ Հետաքրքիր է, ինչ խորհուրդ կհղեք այդ ծնողներին, ովքեր որ դաստիարակում են նոր սերնդին։ Ապրենք Աստվածահաճո գեղեցիկ կյանքով եւ այդ կյանքով դաստիարակենք մեր զավակներին։ Եվ ազգային երաժշտությունը այն խարիսխն է դաստիարակության, որով նա պիտի դառնա լավ մարդ։ Երաժշտությունը ազգային պետք է մտնի երեխայի հոգու մեջ դեռ օրորոցից։ Պարոն Պողոսյան, դուք նշեցիք, որ աշուղական արվեստը սիրո մասին է եւ սերը հավերժական է, թերևս ավելի հետաքրքիր է երիտասարդներին սերը, իսկ ինչպես եք տեսնում երիտասարդների արձագանքը աշուղական, ավանդական երգերաժշտության հանդեպ։ Անտարբերները անտարբեր են ոչ միայն աշուղական արվեստի, այլ նաև մեր ազգային մշակույթի, մեր լեզվի, մեր գրականության, մեր ճարտարապետության, մեր պատմության հանդեպ անտարբեր են։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Նեկտար էկոպրոդուկտը նոր, ճոխ եւ պրոֆեսիոնալ բովանդակությամբ։ Բրենդը ստեղծում է դեմքի, մազերի եւ մարմնի բնական խնամքի միջոցներ, ստացել է միջազգային էկոսերտիֆիկատ, որն էլ վկայում է անվտանգության, բնականության եւ պրոֆեսիոնալիզմի մասին։ Այսօր մեր եթերը լցված է երաժշտությամբ, պատմություններով, դրական էներգիայով եւ մեզ հետ է այն մարդը, որի աշուղական երգերը սերունդներին փոխանցում են հայկական մշակույթի կենդանի եւ անգին արժեքները։ Մեզ հետ է Թովմաս Պողոսյանը։ Շնորհակալություն պարոն Պողոսյան մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Պողոսյան, թերևս սկսենք մանկությունից, իմ հարցադրումը մանկության վերաբերյալ է։ Դուք մանկուց առնչվել եք հայկական երգին եւ երաժշտությանը, երբ ետ եք նայում ձեր ծննդավայր Լոռին, ինչ դեր ունի ձեր մասնագիտական եւ անձնական կյանքի կերտման ճանապարհին։ Ես արմատներով լոռեցի չեմ։ Իմ նախնիները ալաշկերտցի են, մշեցի, բայց մի կարծիք ունեմ Լոռվա մասին, որ Լոռվա մեր ժողովուրդը ամենագեղեցիկն է։ Ինչու՞, որովհետև Լոռին շատ գեղեցիկ է, մեղմ, քնքուշ բնությամբ, այդպիսին էլ նրա մարդիկ են։ Բայց ես դրա հետ չեմ կապում ինձ, ես ծնվել եմ Տաշիրի Սարչապետ գյուղում, շատ եմ սիրում իմ ծննդավայրը, եւ մերոնք խոսում են Ալաշկերտի բարբառով, արդեն շուրջ 200 տարի ապրում են Լոռիում, Լոռվա բարբարից մի բառ չի մտել մեր լեզվի մեջ։ Երգի մասին ասեմ, որ այո, մեր տանը ամեն առավոտ լուսաբացին բոլորը տեղերի մեջ նստած հայրմեր էին երգում եւ հետո առավոտ լուսո։ Ես էլ իրենց հետ մանկուց իմ տեղերի մեջ նստած իրենց ձայնակցում էի, չեմ հիշում քանի տարեկանից։ Եվ դա եղավ իմ դաստիարակության ակունքը։ Ձեր կյանքում որ արժեքներն են եղել առաջնորդիչ երգերի հավաքագրման, ստեղծման եւ փոխանցման գործում։ Տատիկս ծանր հիվանդ էր, լավ երգում էր Սաթենիկ տատիկս։ Հայրիկս գնաց այդ ժամանակ էլ մագնիտոֆոն ասվածը շատ թանկ հաճույք էր, գնաց մագնիտոֆոն գնեց, բերեց, տատիկից ձայնագրեց, տատիկիցս հետո մեր գյուղում ապրող լավ երգիչներին, տարեցներին ձայնագրեց ու ինձ այս բոլորը շատ հետաքրքրեց։ Տանում էինք մեզ հետ Թիֆլիս, մենք արդեն տեղափոխվել էինք Թիֆլիս, լսում էր հայրիկս շատ վայելքով, հաճույքով, ես էլ իր հետ այդ վայելքը զգացի ինքս եւ դա դարձավ իմ բանահավաքչական գործունեության ակունքը։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ Այդ ժամանակ 16, 15, 16 տարեկան։ Ու հետո ես եմ սկսել ձայնագրություններ անել այդ նույն մագնիտոֆոնով։ Բարեբախտաբար տատիկս առողջացավ եւ բավականին մի քիչ էլ ապրեց, սակայն այդ գործը հայրիկի սկսած գործը ես շարունակեցի,
որը շարունակում է մինչև այսօր։ Պարոն Պողոսյան, դուք աշխուղական երգերի վարպետ եք, կատարող ու պահպանող։ Ինչու է այդքան կարևոր աշխուղական երգերը պահպանել եւ տարածել այսօր։ Աշխուղական արվեստը, աշխուղական երգը մեր ազգային ժողովրդական երաժշտության պրոֆեսիոնալ թևն է։ Ժողովրդականը, որ մի օտար բառով էլ ասում ենք ֆոլկլոր, փոխանցվում է ականջից ականջ, շուրթից շուրթ, իսկ աշխուղական արվեստը պրոֆեսիոնալ է, որովհետև փոխանցվում է վարպետից աշակերտին։ Պարոն Պողոսյան, կխնդրեմ խոսեք ժամանակակից աշխուղների մասին։ Այսօր ունենք շուրջ 40 աշխուղ, ավագ սերնդի, միջին եւ երիտասարդ։ Ավագ սերնդից ամենատարեց աշխուղ Լելին է, ծնունդով ջավախցի, ապրում է Երևանում, շատ տաղանդավոր աշխուղ է եւ ես նրա Հոբելյանին ասացի, որ աշխուղ Լեյլին մեր ժամանակների շերամն է։ Հետո մարդիկ ինձ ասացին, մի քիչ շատ չափազանցրեցիր Թովմաս, ասեմ ոչ սիրելիներ, նրա երգերը այսօր երգվում են աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ հայեր ապրում են։ Եվ ասի, պիտի մեռնի, որ հետո արժեքը հասկանանք։ Միանշանակ Լեյլին շատ մեծ է։ Արդեն 85 տարեկան է, միջին սերնդի աշխուղներ ունենք տաղանդավոր, ավագներից է նաև Ռազմարը, նաև Աշուղ Թակուհին, միջին սերնդին Աստղանուշը, Նազելին, Քարունցը, նաև երիտասարդ աշխուղներ ունենք, ինչպեսին են Աշուղ Արմանին, 30-անց տարիքի, Աշուղ Սյունին, Աշուղ Ազատը, Աշուղ Հովնաթը, ընդամենը 18 տարեկան, որ այսօր ծառայում է հայոց բանակում, Հովնաթը, եւ շնորհալիները, մեջները շատ են, միջակ շնորհք ունեցողներն էլ, բայց շնորհալիների նկատմամբ մեր հատուկ ուշադրությունն ենք ընծայում։ Պարոն Պողոսյան, հասարակության մեջ ընդունված է, որ աշխուղ դառնում են տարիքին զուգահեռ, այսինքն պետք է որոշակի ճանապարհ անցնել, փորձառություն ունենալ, դուք նշեցիք 18 տարեկան 30-անց աշխուղներին, կասեք, ինչ փորձառություն են անցնում, որպիսի համարվեն աշխուղ։ Պիտի իրենք իրենց երգերով հանդես գան, իրենց երգերով իրենց ճանաչեն, այսինքն իրենք պիտի կայանան որպես աշխուղ, հետո նոր մենք անցկացնում ենք նաև ձեռնադրության ծես, նրանց տալիս ենք աշխուղի վկայական, այսինքն վավերացնում ենք նրանց աշխուղ լինելը, վկայական ենք տալիս, Ջիվանու անվան պատվավոր մեդալ ենք տալիս եւ արարողությունը, որ հետաքրքիր ավանդական գեղեցիկ մի տեսակ է, պահպանվել է մինչև այսօր։ Շատ հետաքրքրական է, պարոն Պողոսյան, նշեցիք Ջիվանու անվան դպրոցի մասին, դուք ղեկավարում եք այժմ այդ դպրոցը, կուզենամ խոսեք դպրոցի գործունեության մասին։ Շուրջ 30 տարի է արդեն, 97 թվականին հիմնադրեցինք Ջիվանու անվան աշխուղական դպրոցը, որտեղ ամեն տարի սովորում է շուրջ 150 պատանի եւ աղջիկ։ Մի հետաքրքիր բան եմ ուզում ասել, մի քիչ կենցաղային է, թող ինձ ների մեր հեռուստատողը։ Սայաթ Նովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլի 10 տղաներ ամուսնացել են Ջիվանու անվան աշխուղական դպրոցի 10 աղջիկների հետ։ Ինչու՞։ Որովհետև Սայաթ Նովա, Ջիվանի, Շերան, Հավասի երգող աղջիկները ուրիշ դաստիարակություն ունեն։ Նախ նրանց ընտանիքը, որ իրենց երեխային բերել են աշխուղական երգի դպրոց, սա մեկ կարևոր փաստ, եւ երկրորդը, որ այդ երեխաները սիրով են գալիս, սիրելով են երգում, նրանց սա արդեն ծնողական դաստիարակությունից հետո երկրորդ կարևոր դաստիարակությունն է։
Պարոն Պողոսյան, ցավալիորեն այժմ շատ քիչ են այն ծնողները, ովքեր փորձում են մշակութային եւ ազգային արժեքներով մեծացնել իրենց երեխաներին։ Հետաքրքիր է, ինչ խորհուրդ կհղեք այդ ծնողներին, ովքեր որ դաստիարակում են նոր սերնդին։ Ամեն մի հայ պետք է հասկանա, որ ինքը Աստվածընտիր ազգի ներկայացուցիչ է։ Եվ երեսով պիտի շրջվենք բոլորս դեպի Աստված, ապրենք Աստվածահաճո գեղեցիկ կյանքով եւ այդ կյանքով դաստիարակենք մեր զավակներին։ Եվ ազգային երաժշտությունը այն խարիսխն է դաստիարակության, որով նա պիտի դառնա լավ մարդ։ Երաժշտությունը ազգային պետք է մտնի երեխայի հոգու մեջ դեռ օրորոցից։ Պատահական է, որ անցյալում մեր մամիկները, մեր մայրերը օրորոցայիններ են երգել։ Այսօր օրորոցային չեն էլ երգում, միացնում են ինչ է կոչվում, ինչ բանականություն։ Արհեստական բանականություն։ Հա, միացնում են արհեստական բանականությունը, մի երգ է երգում, որ երեխան քնի։ Սա անշուշտ հեռացնում է մեզ, մեր ժողովրդին հեռացնում է իր արմատներից։ Իսկ արմատներին ինչքան մենք նայենք, այնքան ավելի հեռուն կգնանք։ Պատկերացնում եմ, որ բավականին աշխատատար է մոռացության մատնված երգերը բացահայտել եւ նրանց կենթանի դարձնել ժամանակակից լսարանի համար։ Պարոն Պողոսյան, ո՞րն է այն ներշնչող ուժը, որը ձեզ մղում է գտնել մոռացված աշխուղական երգերը եւ ապրեցնել մեր ժամանակակից մշակույթում։ Դե ես սովորել եմ Գևորգյան ճեմարանում, այն երջանիկներից եմ, որ հոգևոր այդ հաստատության շուքը վայելելով եմ ապրել։ Հետո ավարտել եմ բանասիրականը, դրանից հետո նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիան եւ ավարտելուց հետո այս 3 բուհերը վերջնականապես կողմնորոշվեցի զբաղվել հայ աշխուղական արվեստով եւ առաջին քայլս եղավ գնալ գրականության եւ արվեստի թանգարան Չարենցի անվան, ուսումնասիրել այնտեղ պահվող աշխուղների նյութերը եւ կանգ առա ջիվանու նյութերի վրա, հասկանալով, որ եթե ջիվանին ուսումնասիրեմ, ես կուսումնասիրեմ աշխուղական արվեստի հիմնական օրենքները, կանոնները, տաղաչափական կառուցվածքները։ Եվ աշխատանքս շուրջ 20 տարվա իմ աշխատանքը բերեց մի շատ լուրջ հանգրվանի, այն է ես կարողացա ասպարեզ բերել 400 անհայտ մնացած ջիվանի, 400 մարդիկ երբեմն 4 բանաստեղծություն են գտնում որևէ մի հայտնի մարդուց, մեծ երևույթ է դա, անշուշտ, բայց ես գտել եմ, ասպարեզ եմ բերել 400 նոր ջիվանի եւ մարդիկ ինձ հարցնում են, Թովմաս, մեջները լավ բան կա։ Ասեմ, եղբայր, եթե այդ գործերը ժամանակին արգելել է ցարական ցենզուրան, հետո սովետական KGB-ն, ուրեմն պատկերացրեք ինչ գործեր են։ Եվ փառք Աստծո այսօր մենք ենք մեր ճակատագրի տերը եւ ես դրան կարողացել եմ ասպարեզ իջեցնել։ Ինձ հետաքրքիր է, պարոն Պողոսյան, դուք հավաքագրում եք, հրատարակում եք բազմաթիվ աշխուղական երգերի ժողովածուներ, ինչպես եք ընտրում, թե ինչ երգն է արժանի հայտնվել գրականության մեջ։ Ասեմ, որ դա ամեն ինչ արվում է իմ ճաշակով, կարող է իմ ճաշակը մեկի համար ընդունելի լինի, մեկի համար ոչ, բայց մենք արդեն շուրջ 24 հատոր հրատարակել ենք Գանձարան հայ աշխուղական երգերի։ Այդ գանձերի ընտրությունը թողներվի վերապահում եմ ինձ։ Պարոն Պողոսյան, թերևս հարցը կարծում եմ փոքր-ինչ
կրկնվելու է, բայց եւս մեկ անգամ ուզում եմ ճշտել, ինչ դեր են խաղում աշխուղական արվեստը պահպանելու ու հաջորդ սերնդին փոխանցելու գործոնը եւ կան արդյոք մեխանիզմներ այդ ամենը նոր սերնդին մատուցելու։ Ասեմ, որ աշխուղական արվեստը սիրո արվեստ է։ Գուսանական արվեստը եղել է փառաբանության արվեստ, որ 2000-2500 տարի առաջ ապրել է մեր իրականության մեջ, պալատական երգիչներ են եղել գուսանները, որոնք փառաբանել են աստվածներին, թագավորներին, նրանց ամուսնությունը եւ այլն։ Սակայն աշխուղական արվեստը, որ մեզանում արդեն շուրջ 7 դարերի պատմություն ունի, սիրո արվեստ է, հենց աշխուղ բառը, որ ծագում է արաբերեն աշկ արմատից, աշկ նշանակում է սեր, մեզանում այն դարձել է աշխուղ, պարսիկների մոտ դարձել է էշղ, Սայաթ-Նոան ունի չէ այդ տողերի մեջ, էշխեմ էդ հիվանդացիլիմ, սիրուցդ հիվանդացել եմ, սա սիրո արվեստ է, և սերը հավերժական է, այնպես չէ, որ ժամանակին ջիվանու ժամանակ գրեցին, որ երևի ջիվանիով կավարտվի հայ աշխուղական արվեստը, բայց անցավ կարճ ժամանակ, ջիվանին հեռացավ աշխարից և ասպարեզ իջավ Շերամը, արդեն իջել էր անշուշտ, ասացին, այո, Շերամով կավարտվի հայ աշխուղական արվեստը, Շերամից հետո ասպարեզ իջավ Հավասին, Աշոտը, Շահենը, դե մարդիկ ասում էին, վերջապես այս 3 մեծություններով կփակվի հայ աշխուղական արվեստի պատմության գիրքը, բայց մենք տեսնում ենք, որ իրապես այդ գիրքը չի փակվել և վստահ եմ չի փակվելու։ Ամեն ինչին տեր է պետք, խաչին տերն է զորավորանում, հիմա թող ներվի, բայց մի Թովմաս կարողացավ բավականին գործ կատարել աշխուղական արվեստի ասպարեզում։ Հաղորդման հաջորդ հովանավորն է Իրավունքի համահայկական ակադեմիան, որը իրավագիտակցության զարգացմանը ուղղված կրթական ծրագրեր է իրականացնում 6 տարեկանից սկսած երեխաների և պատանիների շրջանում։ Պարոն Պողոսյան, դուք նշեցիք, որ աշխուղական արվեստը սիրո մասին է և սերը հավերժական է, թերևս ավելի հետաքրքիր է երիտասարդներին սերը, իսկ ինչպես եք տեսնում երիտասարդների արձագանքը աշխուղական, ավանդական երգ-երաժշտության հանդեպ։ Ասեմ, որ երիտասարդները երկու մասի կարելի է բաժանել, անտարբեր և ուշադիր, անտարբերները անտարբեր են ոչ միայն աշխուղական արվեստի, այլ նաև մեր ազգային մշակույթի, մեր լեզվի, մեր գրականության, մեր ճարտարապետության, մեր պատմության հանդեպ անտարբեր են, նրանցից մենք սպասելիք չունենք, բայց նրանց կողքին կան ազգային դաստիարակություն ունեցող երիտասարդներ, որոնք և պատմությունով են հետաքրքրվում, և ճարտարապետությամբ, և երգարվեստով, այդ թվում նաև աշխուղական արվեստով, և փառք Աստծո մեր համերգներում շատ երիտասարդներ են լինում։ Պարոն Պողոսյան, քանի որ մեր հաղորդումը դրական նոտա ունի, ես կուզենամ խոսել հետաքրքրասերների մեջ կան այնպիսի մարդիկ կամ դուք ունեցել եք այնպիսի աշակերտ, որի պատմությունը ձեզ առանձնահատուկ է ոգևորել։ Անշուշտ մի փաստ բերեմ, որ Շանթ հեռուստաընկերությունը, որ կազմակերպել էր ազգային երաժշտության մրցույթ, այդտեղ 14 հոգի հաղթեցին վերջում և այդ 14-ից մեկը առաջին տեղը գրավեց։ 2 տարի շարունակ առաջին տեղը գրավել են Ջիվանու անվան աշխուղական դպրոցի սաները։ Առաջին տարին Սևակ Ամրոյանը, երկրորդ տարին Հայկուհի Բաբախանյանը։
Այս ամենապարզ փաստն է, որով կարող եմ ձեր հարցին պատասխան տալ։ Շատերը ասում են, որ ձեր երգերն ունեն հոգևոր ուժ։ Պարոն Պողոսյան, ո՞րն է այն աղբյուրը, որը ձեզ դրդում է ստեղծել այդ ներշնչող ազդեցությունը։ Նախ ներշնչվել եմ իմ հորից եւ հորս մայրը Սաթենիկ տատս, որ ինձ շատ էր սիրում եւ անունս ինքն է դրել Թովմաս, դրել է իր հոր անունը եւ շնորհակալ եմ, ես իմ անունը շատ սիրում եմ, ճիշտ է ծագումով հայերեն չէ, բայց շատ վաղուց հայացված անուն է, տատիկս շատ գեղեցիկ էր երգում եւ հատկապես մեր ընտանիքում շատ երգվում էր մեծ աշուղ Խունկյանոս Կարնեցու երգերը եւ դա իմ ներշնչանքի աղբյուրն է եղել։ Իսկ կա մի աշուղական երգ, որը մարմնավորում է ձեր կյանքի ամենախորը զգացմունքները, սերը, երախտագիտությունը, հպարտությունը հայկական մշակույթով։ Ոչ թե մի երգ, բազմաթիվ երգեր։ Նախ երգը սովորելուց, եթե նոր երգ եմ գտնում, ես ոչ թե մի օր, կարող է մի ամիս ապրեմ այդ երգի երջանկության զգացումով, շատ սիրելով։ Իսկ նոր երգերը սովորաբար ամբողջ օրը նոր երգը երգում եմ։ Մեքենայի ղեկին նստած երգում եմ։ Ես կխնդրեմ մի փոքրիկ տուն մեզ համար կատարեք, եթե դեմ չեք։ Ընդունված մի սխալ ձև կա, որ մարդիկ երգը սովորում են հարևան Վարդուշ մայրիկից եւ բարձրացնում են բեմ ու այդ նույն տեսքով, ինչպես երգել է Վարդուշ մայրիկը, երգում են, ներկայացնում են ժողովրդին։ Եվ առաջին կատարումը, որ սխալ բառերով է, դառնում է հիմք այդ երգի կեցության համար, որը համարում եմ շատ սխալ։ Օրինակ, մեր շատ ու շատ նշանավոր երգիչներ երգել են Շերամի ամեն երեկո, ամեն առավոտ երգը սխալ բառերով։ Շերամը գրել է ամեն երեկո, ամեն առավոտ ճամփիդ կսպասեմ պապակ ու կարոտ, տաղաչափություն էլ կա, չէ՞, առավոտ կարոտ, բայց բոլորը երգել են ամեն առավոտ, ամեն երեկո ճամփիդ կսպասեմ պապակ ու կարոտ։ Էլ չեմ ասում անտեղի խմբագրումներ են արել, երբեմն ոչ թե անտեղի, այլ ժամանակի քարոզչության մեքենայի ազդեցության տակ խմբագրվել են, ինչպես Ջիվանու շատ ու շատ երգեր։ Ով սիրուն երգը խմբագրվել է եւ այլն։ Ես հիմա կերգեմ մի կտոր հայրենիքի ջուրը երգից, որի տեքստը ժողովուրդը երգել է երկար տարիներ, վերքից դեղ ու սպեղանի ախ իմ հայրենիքի ջուրը, մինչդեռ Ջիվանին գրել է վերքից ճար ու սպեղանի։ Ճարը ավելի մեծ բովանդակություն ունի, ճարերից մեկը դեղն է։ Էլ չեմ ասում վերջին տունը, որի մեջ ասում է Ջիվան, հրեշներ եկել, տեղացոց դուրս են վռնդել, խմբագրել, մեղմացրել, փափկացրել են, Ջիվան օտարները եկել, բնիկներին դուրս են բանել։ Հիմա ես դա կերգեմ ձեզ համար։ Վերքից ճարու սպեղանին ախ իմ հայրենիքի ջուրը քաղցրես քանց նրան գինին ախ իմ հայրենիքի ջուրը Ջիվան հրեշները եկել տեղացոց դուրս են վռնդել օձերն ու գորտերն են խմել
Ախ իմ հայրենիքի ջուրը օձերն ու գորտերն են խմել Ախ իմ հայրենիքի ջուրը Շնորհակալություն։ Շատ հաճելի էր։ Ձեր գործունեությունը արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ կոչումների։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային համերգներ, ինչպես է պահում ներքին համեստությունը եւ ոգեշնչումը այս մեծ հաջողությունների ճանապարհին։ Եվ այս ամենից զատ արժանացել եք բազմաթիվ պարգևների, ես կուզենամ ասեք, որն է ամենաթանկը ձեզ համար։ Անշուշտ բազմաթիվ պարգևների եմ ստացել ես շատ գոհ եմ իմ անցած ուղուց ես շատ գնահատված եմ անկեղծորեն եւ որևէ նոր ակնկալիք չունեմ ես արժանացել եմ իմ հայրենիքի բարձրագույն շքանշանին մեդալին Մովսես Խորենացի արժանացել եմ ամենաբարձր ինձ համար նաեւ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն շքանշանն է, որին արժանացել եմ Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ շքանշանով եմ պարգևատրվել եւ դրա կողքին բազմաթիվ ուրիշ պարգևներ, մեդալներ, բայց ասացի, որոնք են իմ համար ամենակարևորները։ Ունեցել ենք բազմաթիվ համերգներ աշխարհի տարբեր երկրներում Ես 15 տարի երգել եմ Թաթուլ Ալթունյանի անվան երգիպարի անսամբլում եւ այդ անսամբլի կազմում եւ Սայաթ Նովա անսամբլով եղել ենք Ավստրալիայից մինչեւ Կանադա, Ամերիկայից մինչեւ եվրոպական եւ ասիական մի շարք երկրներ չթվարկեմ եւ ամենուրեք արժանացել ենք հայ եւ երբեմն նաեւ օտար ունկնդրի ընդունելությանը։ Պարոն Պողոսյան, անշուշտ դժվար է եղել այն ճանապարհը, որը անցել եք, եւ այդ հաջողությունները գրանցելը բնականաբար մեծ ջանք է պահանջել ձեզանից եւ քանի որ համադրումը խորհրդատվական հարթակ է, ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են զբաղվել ավանդական երաժշտությամբ եւ պահպանել մշակութային արժեքները։ Նախ սիրել, հետո սիրել եւ ընդմիշտ սիրել մեր ազգային մշակույթը։ Այդքանով ամբողջ ասվածը Միանշանակ սերը ամենաուժեղ միջոցն է հաղթահարելու որևէ նպատակ։ Եթե սիրով ես անում, անպայման կհաղթահարես։ Ես ողջ կյանքս ապրել եմ հայ աշխուհական արվեստը սիրելով, ծառայելով, ես հաճախ մեր աշխուհներին ասում եմ, ես ձեր ղեկավարը չեմ, ես ձեր ծառան եմ, նպաստելու եմ ձեզ բարձրացնելու ձեր երգերով, ձեր երգերը մատուցելով բարձրացնեմ ձեզ, սիրելով եմ արել, անում եւ անելու եմ։ Պարոն Պողոսյան, իսկ ինչ կարծիք ունեք այն տենդենցին, երբ հին երգերը ներկայացում են նորովի որևէ իմպրովիզներ անելով։ Եթե դա արվում է պրոֆեսիոնալ լուրջ երաժշտի ձեռքով, նայում եմ շատ նորմալ եւ դա բնական վիճակ է այսօրվա քաղաքակիրթ աշխարհի ձեռքբերումների ճանապարհին։ Ես ուզում եմ նաեւ ասել, որ Սայաթ Նովա աշխուհական երգի անսամբլը Հայաստանի հանրային ռադիոընկերության կոլեկտիվն է եւ մենք վայելում ենք ռադիոընկերության ղեկավարության եւ բոլոր մեծ մասի երևի աշխատակիցների ուշադրությունը, սերը։ Պարոն Պողոսյան, իսկ որտեղ եք անցկացնում ձեր փորձերը։ Մենք մեր փորձերը անցկացնում ենք Հայաստանի Հանրապետության կրթության նախարարության մանկապատանեկան դաստիարակության կենտրոնում, որի շատ երկարամյա պատվավոր տնօրեն Սամվել Բալոյանի սերը վայելելով մենք արդեն շուրջ 40 տարի այդ հաստատության կամարների տակ աշխատում ենք Սայաթ Նովա անսամբլը, Ջիվանու դպրոցը, Աշուղների միությունը, այդ
հաստատության հետ որևէ կապ չունենալով։ Շնորհակալություն մեծ մարդուն, մեծային պարոն Բալոյանին։ Պարոն Պողոսյան, հաշվի առնելով ձեր հարուստ կենսագրությունը եւ հետաքրքիր ներաշխար ունենալը, ես կուզենայի մի հետաքրքիր հուշ պատմեիք մեզ, որ երբևիցե եթերով չեք պատմել ոչ միտեղ։ Սիրով, մեր մեծ դերասան Սոս Սարգսյանի 75-ամյակն էր Սունդուկյան թատրոնում եւ մեզ հրավիրել էին զարդարելու մեր բաժնով երրորդ կարգի առաջին աթոռին նստած էր Սիլվա Կապտեկյանը եւ որի հետ շատ մտերիմ եմ եղել, որդու նման ծառայել եմ, հետո ինձ պատմեց ինքը, ասում է դուք երգում էիք բեմում, մեկ էլ հետևիցս մեկը երկու ձեռքերը դրեց կրծքերիս, ասում է սա ինչ բան է, ու չի վերցնում, ասում է շրջվեցի, տեսա Օհան Դուրյանն է, ասեց Սիլվա ջան, ասե մերինը, եւ դա ինձ համար շատ մեծ գնահատական է։ Ես երբ ընդունում էի կոնսերվատորիա, Մարգարիտ Բրուտյանը պրոֆեսոր, որ հետո իմ դասախոսը եղավ, ինձ տարավ Ղազարոս Սարյանի մոտ, որ ռեկտորն էր, Մարտիրոս Սարյանի որդին տաղանդավոր կոմպոզիտոր, հրաշալի մարդ, ասաց բերել են, որ ես երգեմ, իրենք տեսեն ու մեն ընդունելու։ Ես երգեցի մի երգ Խունկյանոց Կարնեցուց, մեղմ, փափուկ, ճաշակով, այսպես, ու ես դուրս եկա, հետո Մարգարիտ Բրուտյանը ինձ պատմում է, ասում է, դու որ դուրս եկար, պրոռեկտորը Միխայել Վագանիչը ասաց Մարգո Արամովնա, у этого парня голоса нет։ Ասում է, իսկ ես իրեն պատասխանեցի, բայց նա երգում է հայերեն։ Ու դա եղավ իմ կյանքի ամենամեծ գնահատականը, որ ես ապրում եմ երգելով հայերեն, սերունդներ եմ դաստիարակում, որ երգեն հայերեն։ Շնորհակալություն ձեզ, պարոն Պողոսյան, այսօր մեր հետ լինելու համար, շնորհակալություն նաև մեր հայկական մշակութային արժեքները պահպանելու, փոխանցելու եւ տարածելու համար։ Մենք Աստծո ընտրյալ ազգ ենք եւ դրան բազմաթիվ փաստեր ունեմ ապացուցելու, պարզապես մեր ժողովուրդը դեմքով պիտի շրջվի առ Աստված եւ իր հանճարը, որ տվել է մեզ երկնային Տերը, ի գործ դնի ազգի բարօրության, երջանկության, մեր հայրենիքի հզորացման համար։ Եվ Աստծո օրհնությամբ մեր հայրենիքը ապրի երջանիկ ու խաղաղ տարիներ, իսկ մենք էլ կարողանանք ծառայել մեր ժողովրդին, մեր ազգային մշակույթին։ Ազգային երգն ու երաժշտությունը պարզապես հնչյուններ չեն, դա ուժ է սովորելու, սիրելու եւ պահպանելու այն ամենը, ինչը մեզ դարձնում է մարդկային։ Իսկ դուք, սիրելի հետևորդներ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի չկորցնեք հետագա թողարկումները։